Չափազանցված չի լինի, եթե ասենք, որ այս պահին ողջ հանրապետությունը սպասում է Գյումրու արտահերթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում երրորդ տեղը գրաված Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը։ Կդնի նա մի կողմ իր ունեցած նախկին լրջագույն տարաձայնություններն ու թշնամանքը միանալու Վարդան Ղուկասյանին, թե ոչ։ Արդյոք ընդդիմադիր ամենաշատ ձայներ հավաքած Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ, թե ոչ։ Արմնուրեեմը հետևողականորեն փորձում է կապ հաստատել Մարտուն Գրիգորյանի կամ նրա թիմակիցների հետ, բայց բոլորի հեռախոսահամարները անջատված են։ Ամենայն հավանականությամբ լարված օրերից, ձերբակալություններից ու տարատեսակ ճնշումների միջով անցնելուց հետո մարդիկ քնած են, հանգստանում են։ Արմնուրեեմը փորձեց նաև Հայրենիք կուսակցությունից հետաքրքրվել, որը առաջադրել է Մարտուն Գրիգորյանին հասկանալու, թե կուսակցությունն ինչ որոշում է կայացնելու, սակայն նրանք էլ չպատասխանեցին։ Իհարկե Մարտուն Գրիգորյանին եւ թիմին ճանաչողները լավ գիտեն, որ նա երբեք որևէ պարագայում ՔՊ-ի կողքին չի կանգնի եւ չի հիասթափեցնի ինչպես իր ընտրողներին, այնպես էլ հանրության ընդդիմադիր հատվածին։ Մեզ մնում է ելի սպասել Մարտուն Գրիգորյանի կամ Հայրենիք կուսակցության հայտարարությանը։ Հավելենք, որ լարված երեկոյից հետո Գյումրին դատարկվել է։ Հարբած ՔՊ-ականները պատրաստվում էին տոնել հաղթանակը, սակայն ոչինչ չստացվեց եւ կարծես թե առավոտյան բոլոր ՔՊ-ականները երեկոյան շոուներից հետո գետնի տակ են անցել։ Սա ՔՊ-ի համար անսպասելի պարտություն էր։ Հիշեցնենք, որ առավոտյան քաղաքական երկու ուժ՝ Իմ հզոր համայնք կուսակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը եւ Մայր Հայաստան դաշինքը Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ հայտնեցին, որ իրենց ձայնը կտան Վարդան Ղուկասյանին։ Ընդդիմությունն այժմ սպասում է Մարտուն Գրիգորյանի վճռորոշ ձայնին։ Եթե Մարտուն Գրիգորյանը չհամաձայնի ձայն տալ Ղուկասյանին, ապա Գյումրին պետք է եւս մեկ անգամ ընտրի։